ակնկալում ենք, սպասում ենք եւ տևական ժամանակ է սպասում ենք, արդեն 2 ամսից քանի օր ավելի է սպասում ենք, որ պետք է առաջին չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Սա այս հարցը այլևս քննարկելի չէ, պետք է չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Ես տեղեկացնեմ, որ այստեղից մենք շարժվելու ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որովհետև այդ լրությունն էլ մեզ դուր չի գալի։ Պարտադիր չի, որ քաղաքացին գնա իրանց դուռը, դիմի իրանց, չէ՞ որ մենք պնդում ենք եւ իրականությունը այդպես է։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել թալան, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել զանգվածային հանցագործություններ, քաղաքացիների իրավունքները խախտված են, խախտվում են, փակում ենք կենտրոնական դուրը, որտեղ փակում, որտեղ չացա, կարոտ, վանքը շատ լավ, ներողություն եմ խնդրում, բայց ես պետք է փակել եք։ Մենք արդեն փակել ենք մուտքը։ Մոտիկ իրենց ակցիա են իրականացնում։ Սա քաղաքացիական ակցիա է։ Դու տվեք ես իմ հայտարարությունը անեմ վերջացնեմ, այստեղից մենք գնալու տեղ ունենք։ Ողջամիտ ժամկետը որքան է, դուք ինձ տրամադրեք, ես կտեղավորվեմ այդ ողջամիտ ժամկետի մեջ։ Խնդրում եմ թույլ տվեք իմ հայտարարությունը 5 րոպե է ձեր ողջամիտ ժամկետը, խնդրում եմ տրամադրեք։ Եվ շնորհակալություն։ Պատկան մարմինների լռությունը այստեղ ամբողջ բոլորի գործերի մեջ այսպես կանի ժապավենով գնում է պետական մարմինների լռությունը, անտարբերությունը, դե քաղաքացիներին թալանում են, դե ոչինչ թող գնան դատարաններ, հասկացանք, լավ, բայց այս հարցերին լուծում կարելի է տալ, չէ՞, օրինակ մեկ պատկան մարմին, ինքը իրավունք ունի եւ իր օրենսդրական նաեւ պարտավորությունն է։ Կենտրոնական բանկն այս պահին ուսումնասիրում է ձեր գրությամբ բարձրացված հնարավոր խնդիրը, ինչպես նաեւ խորհրդակցում է ձեր գրառումը նշված բանկի հետ։ Այսուհետ բանկ խնդրի հնարավոր լուծումներ գտնելու նպատակով միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ձեր գրությամբ նշված բանկի գործողություններում օրենսդրությամբ խախտումների հայտնաբերման դեպքում կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կիրականացնի համապատասխան միջոցառումներ, իսկ հաղորդակցման արդյունքների վերաբերյալ կապ կհաստատի ձեզ հետ։ Կենտրոնական բանկն է պատասխանվել, բոլորինը նույնը լողոզված պատասխանել, 2 ամիս առաջ դիմել են։ Հատարկայի շենքը մեկը իջնի պատասխան տա։ 2 ամսի ընթացքում Անը գործներս թողին, երեխեքին թողին, գործներս թողին, մեր հաշվին է այդ կառույցներն ապրում են, աշխատում են, մեր հաշվին, մեկ տված հարկերի շնորհիվ։ Մեկը չկա պատկան մարմին իջնի պատասխան տա։ Այո, 400,000 վարկ են ձևակերպել, իմ անձնական 9,800,000 գումարը տարել են։ Մեկ տարի Գումարը համ հապիտակել են, համ վարկել են։ Այո, քաղաքացին ուներ 9,800,000 որը գումարանալուց հետո մի հատ էլ պարտք են ձևավորել քաղաքացու վրա, այս ու նմանատիպ քաղաքացիներ մենք շատ ունենք, շատ դեպքեր, որ արդեն դատարանների միջոցով են փորձում այդ գումարները պահանջել քաղաքացիներից, ինչը եւս անօրինական է եւ այդ գործողությունների մեջ անօրինական տարեր կան, ինչը ես անցած անգամ ներկայացրել եմ, որովհետև նորից եմ ուզում ներկայացնեմ, որովհետև բանկը երբ որ դիմում է դատարանի փրև թե գումարի բռնագանձման պահանջով, դատարանից թաքցնում է մի կարևոր հանգամանք, մի կարևոր փաստարկ, որը հետևյալն է, որ տվյալ գործի վերաբերյալ կան գործնախաձեռնված, ինչը ազդեցություն ունենում է իհարկե ընդհանուր իրավասությունների առաջադրյալի դատարանի որոշման վրա եւ որն էլ հիմնականում լինում է հետևյալը, քանի որ կա քրեական գործի արկայություն, դատարանը կասեցնում է գործը, քանի դեռ չի բացահայտվել քրեական գործը։ Դրանից էլ խուսափում է դատարանը, եւ քանի որ իրավական ճանապարհը սա է, ապա ինչու այս ժողովրդին ներողություն քաշ տալ դատարաններ, այն էլ խոցելի իրավիճակում հայտնված քաղաքացիներին, չէ՞ որ կենտրոնական բանկը կարա նմանատիպ որոշում կայացնի, որովհետեւ դա է օրինականը։ Կենտրոնական բանկը արձագանքի, որը շատ լուռ է ու անհասկանալի է, ինչի պաշտպանվում բանկի շահերը եւ չի պաշտպանվում քաղաքացու իրավունքները։ Չէ՞ որ ձերծարարության զոհը դառել է անմեղ քաղաքացին, որ իրանց անպաշտպանության արդյունքում դարձել է զոհ։ Բայց մեր գործերում արդեն մենք ունենք դրական փոփոխություն, որ պատման մարմինները ճիշտ քայլ են կատարել, ու այս պահին
Անձամբ իմ գործով դժողը բանկն է, ոչ թե ես։ Ու ես ինչի համար պարտավոր եմ վճարեմ այդ բանկի գումարները, ես ինքս չեմ կարողանում հասկանալ։ Ես վճարել եմ, վճարում եմ այն մի բանի համար, որովհետև ես ունեմ շարժական գույք, որ չունեմ հարկադիր եւ չունենամ գալանքի հետ կապված խնդիրներ։ Այսինքն մինչև հիմա շարունակում եք վճարել։ Այսօր իմ վարկի վճարման օրն է ու վստահ եմ, որ երևի թե չեմ մուծելու։ Իրական տեղաշարժը հետևյալն է, որ կենտրոնական կոմիտեն լսելով մեր բացատրությունները, մեր մեկնաբանությունները, քաղաքացիների դատավարական կարգավիճակը քրեական գործով սկսեց փոխել, հիմք համարելով, որ այդ գումարները գողացվել են բանկերից, այլ ոչ թե քաղաքացիներից, հետևաբար դժոխք կարող են հանդիսանալ բանկերը եւ ոչ թե քաղաքացիները, նաեւ սա է տրամաբանություն, նաեւ սա է ինքը, որ բանկերը իրենց սողանքների պատճառով եւ իրենց սողանքների պատճառով իրենցից գողացված գումարները չեն կարող պահանջել ուղղակի քաղաքացիներից։ Առաջի անգամ ենք այս գործերով եկել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Ուրեմն ցանկալի է եւ ճիշտ կլիներ, որ նախ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մարդիչներ լսեր մեր բանավոր մեկնաբանությունները, մեր գանգատները այն մասին, որը վերաբերվում է կենտրոնական բանկին եւ մարդու իրավունքների պաշտպանի տիրությունը համակարգել քաղաքացիների եւ կենտրոնական բանկի միջև եղած իրավահարաբերությունները այս բողոքով են եկել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ